Սիրելի ընկերներ, սիրելի համախոհներ, աջակիցներ, ողջունում եմ սիրով բոլորիդ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր իսկապես այս խոնավ եւ ոչ ամենատաք օրը հավաքվել եք այստեղ, երբ որ նայում եմ բազմաթիվ ծանոթ դեմքեր եմ տեսնում, դեռևս օրինակ տեսնում եմ Հովհաննեսին, դեռևս ազգային օրակարգի մեր օրերից, տեսնում եմ շատերի, որոնց հետ սրանից 3 տարի առաջ մենք իրականացնում էինք մեր ստորագրավակը, պաշտպանելու մեր Արցախը, պաշտպանելու մեր ազգային ինքնությունը, պաշտպանելու մեր զոհերի հիշատակը, որ այսօր ցավոք գործող վարչախումբը կասկածի է ենթարկում։ Բայց մենք ի սկզբանե մեր ստեղծման առաջի օրվանից գործել ենք նրա համար, որ պաշտպանենք իրավունքները, մեր ազգի որպես ամբողջություն, բայց եւ նաեւ ձեզանից յուրաքանչյուրինը, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը։ Մենք մշտապես մեր սկզբման օրվանից գտնվել ենք պայքարի մեջ այդ իրավունքների համար։ Միշտ չի որ ստացվել է, քանի որ մշտապես մեզանից հզոր ուժերի դեմ են գնացել, բայց երբեմն էլ ստացվել է։ Այս վերջերս օրինակ, երբ որ վարչախումբը ստիպված եղավ թոշակները բարձրացնել, նրանց հետո երբ որ երկար ժամանակ պնդում են, որ փող չկա բյուջեում, մեր բոլորի միասնական պայքարը ցույց տվեց, որ փող էլ կա, թոշակներն էլ բարձրանալու են, այստեղ ներկաներից շատերն էլ դրանից դեռևս փոքր, բայց ինչ-որ մի հատ օգուտ են ունենալու։ Բայց մեր պայքարը բնականաբար շարունակվում է եւ մեր ազգի իրավունքների համար եւ յուրաքանչյուր իրավունքների համար։ Եվ այս գրասենյակ, ինչպես Մենոն արդեն ասեց, դա կապող օղակն է Վանաձորի եւ մեր միջեւ։ Վանաձորը պատահական տեղ չի։ Դա ոչ միայն մեր հանրապետության 3-րդ խոշորագույն քաղաքն է, այլև փառավոր պատմություն ունի։ Վանաձորում 1918 թվականին, երբ որ նա դեռ Ղարաքիլիսա էր կոչվում, կանգնացվել է թուրքական Վեհիբ Փաշայի Հայաստան ներխուժած իրականում ամենամեծ բանակը։ Եթե Սարդարապատում մեր դեմ 1.5 թուրքական դիվիզիա էր կռվում, ըստեղ 2 թուրքական դիվիզիա էր, եւ դրանց վանաձորցիները, ժամանակ Ղարաքիլիսեցիները, Ղրշաղցիները, Գարեգին Նժդեի, Թոմաս Նազարբեկյանի գլխավորությամբ կարողացել են կանգնացնել մեծ կորուստներ են պատճառել է դրանից հետո, որ Վեհիբ Փաշան հայտարարել է, որ հայերը ապացուցեցին իրենց ապրելու իրավունքը, չեն կարող մենք իրենց ապրելու կամքը կոտրել։ Ուստի այսօր մենք նրա համար ենք այստեղ, որպեսզի այդ ապրելու իրավունքը վերահաստատենք, ամրապնդենք եւ շարունակենք գնալ առաջ։ Սովետական տարիների Վանաձորը նաեւ խոշորագույն արդյունաբերական կենտրոն էր, բայց ցավոք վերջի 30 տարիների ընթացքում այդ արդյունաբերությունից շատ քիչ բան է մնացել։ Եվ մեր խնդիրներից մեկը նաեւ հենց կոնկրետ Վանաձորում պետք է լինի այն, որ կորսվածը աստիճանաբար վերականգնվի։ Իհարկե անցյալը երբեք հետ չես բերի, բայց այս քաղաքում, որտեղ այս քանակությամբ կրթված տեխնոլոգիապես գիտակից աշխատասեր մարդիկ են ապրում, բնականաբար շատ ու շատ բան պետք է արվի, որպեսզի վերականգնվի քաղաքի արդյունաբերական հզորությունը, նոր էկոնոմիկա կառուցվի, նոր աշխատատեղեր ստեղծվեն, քաղաքը լիաթոք կարողանա շնչել եւ կարողանա վերականգնել նորից իր տեղը մեր երկրի կյանքում։ Դրանով ես ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել բոլորիդ խնդրել, որ այս գրասենյակին վերաբերվեք որպես ձերը, սա պարզապես տարածք չէ, այլ բոլորիդ համար հանդիպելու, շփվելու, քննարկելու, լուծումներ առաջարկելու տեղ է։ Մենք էլ մեր հնարավորությունների շրջանակներում բնականաբար աշխատելու ենք այդ ամեն ինչին օգտակար լինել, մեր ռեսուրսները բերել դրա մեջ։ Թեև ճիշտ ասեց Մենոն, ընդամենը 2 ամիս հետո ընտրություններ է լինելու, բայց այս գրասենյակը բնականաբար չի բացվել ընտրական տրամաբանությամբ։ Լոռու մարզի մեր մյուս բոլոր գրասենյակները շատ ավելի շուտ են բացվել, Վանաձորում մենք ուշացել ենք լրիվ սուբյեկտիվ գործոններով։ Ու այդ սուբյեկտիվ գործոնին հրավիրում եմ բեմ, Արաչան, արի
ու ասա թե մենք ինչու ենք ուշացնում բացել այդ գրասենյակը, բայց ինչ ես անելու, որպեսզի լրացնես։ Որոշ շնորհակալություն։